Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Մեր զրույցը այսօր համընկավ պատիվ ունեմ խմբակցության տարածած հայտարարության հետ, նաև Հայաստան խմբակցությունն է խմբակցության ղեկավարի մակարդակով հայտարարություն արել։ Պատիվ ունեմ խմբակցությունն ասում է, որ 6 ստորագրությունը խմբակցության պատգամավորների թվականակով իրենք պատրաստվում են տալ, բայց չունեն վարչապետի թեկնածու, պատրաստ են քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։ Այս պատասխանը պատիվ ունեմ խմբակցության ձեզ բավարարում է։ Նախ ասեմ ձեզ, որ ինչպես նույն բանն ասել էի նախորդ դեպքում, երբ որ մայիսի 2-ին տարածվեց Հայաստան խմբակցության հայտարարությունը, որ մենք խմբակցությունների չենք դիմել։ Մենք մեր նամակները հասցեագրել ենք պատգամավորներին։ Հետևաբար ակնկալում էինք պատգամավորներից պատասխան, որովհետև այն որոշումը, որ պիտի կայացվի եւ անվստահության գործընթացը նախաձեռնելու եւ քվեարկությամբ որոշում ընդունելու, դա ոչ թե խմբակցությունների իրավասությունների տիրույթում է, այլ անհատ պատգամավորների։ Հիմա մենք նամակ ենք գրել պատգամավորներին, բայց հիմնականում արձագանքները ստանում ենք խմբակցություններից, այսինքն 3 խմբակցություններից 2-ը այդ ձևով արձագանքել են։ Սա որոշակիորեն մեր պատկերացումներից դուրս է։ Երկրորդը, որը շեղում կարելի 2 դեպքի հետ կապված է, որ չկա վարչապետի թեկնածու։ Սա խիստ տարօրինակ է ինձ համար, որովհետև նախ եթե չկա վարչապետի թեկնածու, ուրեմն գործընթացը չի կարող սկսել։ Իհարկե պատիվ ունեմը ասում է, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու, պատրաստ են քննարկել եւ համաձայնության գալ թեկնածուի շուրջ, որից հետո իրենք գործընթացին պաշտոնական մեկնարկ տան։ Բայց տեսեք, խորհրդանում են այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր դաշտում առավել մեծ հեղինակություն ունեն եւ այլապես նրանք չեն լինի խորհրդի տարբերություն մյուսների։ Բարձրացնում որ ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն վարչապետի թեկնածու։ Դենց է ստացվում, որովհետեւ մենք ամենևին կարիք չկար, չէ՞, որ մենք ապրիլի 28-ին նամակ գրեինք։ Եվ վարչապետին անվստահությունը պետք է լիներ դեռ շատ վաղուց 2022 թվականից եւ առանց քաղաքացիների կողմից այդ խնդիրը բարձրաձայնելու։ Պարոն Ղազարյան, պատիվ ունեմ խմբակցությունն ասում է, որ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ իրենք իշխանության համար պայքարում են, դրա համար իրենք թեկնածու չեն առաջադրում եւ պատրաստվում են քննարկել ուրիշի առաջադրած թեկնածություններ։ Օրինակ, հնարավոր է, որ դուք թեկնածու առաջադրեք։ Բոլոր դեպքերում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ազգային ժողովի պատգամավորներին, այսինքն մեր գործընկերները պիտի իմանան, որ եթե իրանք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, ուրեմն այդ գործընթացը չի կարող սկսել։ Իսկ թե իրենք ինչ նպատակով ում պիտի առաջադրեն, դա պետք է լինի իրանք ներքին քննարկումների արդյունքում։ Իսկ գիտեք ինչ է զարմացնում։ Ասենք պատկերացրեք, որ ոչ թե վարչապետի անվստահության գործընթաց է, այլ հանգամանքներում պետք է ընտրել վարչապետ, օրինակ վարչապետի մահվան դեպքում։ Հնարավոր է, չէ՞, ասենք վերջը Նիկոլ Փաշինյանն էլ է մարդ, ճիշտ է ինքը ունեցել է դեպքեր, երբ որ 100-ից ավել անգամ մեռնելուց հետո հարություն առե ըստ իր կարծիքի, բայց կարա մի անգամ էլ այդ հաջող դեպք լինի, չէ՞, որ մեռնի ու հարություն չառնի։ Հիմա եթե իր մեռնելուց հետո պաշտոնը թափուր մնաց, պիտի ըստ սահմանադրության վարչապետի թեկնածու առաջադրեն եւ սահմանադրական օրենքի խմբակցությունները։ Այսինքն այդ ժամանակ պիտի Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեն, պարտադիր անվստահության գործընթաց միայն լինի, չէ՞։ Բայց իրանք չունեն վարչապետի թեկնածու։ Կամ ասենք պատկերացրեք ընտրությունները, ենթադրենք արտահերթ ընտրություն է մեր երկրում։ Ու ընտրությունների մասնակցող կուսակցությունները պիտի ներկայացնեն համամասնական ցուցակ, չէ՞։ Այդ ցուցակը պիտի ունենա նաև առաջի համարի թեկնածու։ Ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի առաջի համարի թեկնածուն վարչապետի թեկնածու է։ Հիմա հնարավոր է, որ Հայաստան դաշինքը կամ պատիվ ունեմը համամասնական ցուցակ ունենան, բայց առաջի համարի տեղ բաց թողնեն։ Ասեն այդ առաջի համարի տեղը մենք պատրաստ ենք քննարկել ուրիշների հետ, տեսնենք ով է ուզում։ Կորինջա կարող է դու ուզես, թե պարոն Ղազարյան դու ես ուզում։ Դες բամոս կլինի։ Ամեն կուսակցություն պետք է հստակ իմանա, չէ՞, թե որ քաղաքական իրավիճակներում ինքը պետք է որը պատրաստի որոշումներ ունենա, նաև անվստահության գործընթացի համար։ Եվ այս տեսանկյունից այդ որոշումը
այդ դիրքորոշումը տարօրինակ է, բայց լավ է գոնե տարբերվում է Հայաստան խմբակցության հայտարարությունը, այնտեղ ընդհանրապես մի հատ պահանջների ցանկ էր, որ ես նստած մտածում եմ, այ մարդ ասում, մենք ինչ պիտի անենք, որ այս մարդիկ ասեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։ 8 հոգու ավանսով էին ուզում, պատգամավոր, որ պիտի բերենք, որ իրանք նախաձեռնություն սկսեն։ 20 հոգի էլ վերջնահաշվարկ, առնվազն։ Դրա հետ միասին էլ մի հատ հոծ բազմություն, առանց հստակ նշելու, քանիսը տղամարդ, քանիսը կին, քանիսը 18 տարեկան, 18-ից 25 տարեկան, քանիսը 50-ից եւ բարձր։ 0.70 անձնագրերով կարելի է, թե չի կարելի։ Դες այտենց հայտարարության մեջ, պաշտոնական հայտարարության մեջ չէ ձևակերպում են անում, այսինքն Հայաստանի քաղաքացին դիմել ազգային ժողովի պատգամավորին, հղում անելով սահմանադրությամբ իր կարգավիճակին, ազգային ժողովի կարգավիճակին, կառավարության կարգավիճակին, իր պարտավորությունները կատարելու պարտավորություններին, նա ասում է, որպեսզի եսի պարտավորությունները կատարեմ, հələ մի հատ գնա գործով զբաղվի։ Հələ լավ էր, պատիվ ունեմ խմբակցությունը մեզ մի հանձնարարություն է տվել, որ վարչապետի տեխնացու ներկայացնենք։ Ընդդե ցանկ ավելի մեծ է պահանջների, թե մենք ինչ պիտի անենք, որ իրանք սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց մի բան լավ է, պրոգրես կա։ Գնալով մեր ներկայացվող պահանջների ցանկը կրճատվում է։ Եվ առաջիկայում ես կարծում եմ, որ մենք այդ քննարկումները անպայման կլինեն, եթե իրենք բաց են հատկապես պատիվ ունեմ այդ քննարկման համար, հուսով եմ այդ քննարկումների առիթը կլինի։ Մենք հիմա ասեմ, որ այդ արթուն ենք շարժման անունից հանդիպումներ ունենում ենք խորհրդանից դուրս գտնվող քաղաքական հասարակական շրջանակների հետ, այսինքն այն մարդկանց, ովքեր որ падգամավորներ չեն եւ որոշումներ կայացնելու հնարավորությունից դուրս են, նրանց կարծիքը իմանալու համար։ Օրինակ, մենք հանդիպում ենք ունեցել իրավաբանների հետ, մենք հանդիպում ենք ունեցել Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, ներկայացուցիչների ղեկավար կազմի, հանդիպում ենք ունեցել միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման հետ։ Վաղը արդեն հաստատված է հանդիպում հայրենիք կուսակցության ղեկավար կազմի հետ, եւ այդ հանդիպումների հիմնական նպատակը այդ քաղաքական ուժերի, այդ միավորների դիրքորոշումները հստակեցնելն է հետագա գործընթացներում դրանք ներկայացնելու եւ գեներացնելու համար։ Իսկապես Հայաստան դաշինքի հայտարարության մեջ խմբակցության արդարացի դիտարկումներից մեկն այն է, որ եւ ես եւ Նարեկ Մայլյանը քաղաքական ուժ չենք ներկայացնում, հետեւաբար մենք սեփական կուսակցություն, չգիտեմ, քաղաքական առաջնորդություն, վարչապետի տեխնացու ունենալ չենք կարող։ Դա կարող են ունենալ քաղաքական ուժեր, բայց պարզապես քաղաքական ուժերը չունեն, քաղաքացիներից են դա պահանջում։ Այնալ գիտեք որ պարագա է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Գիտեք, չէ, Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում մենակ այդ պաշտոն կարա զբաղես։ Քաղաքացիարավ չի կարելի, ասեք Վայոց ձորի մարզպետանի լրատվության վարչության պետ բաժնի պետ չի կարելի, առաջատար մասնագետը չի կարելի, որտեղ այդ քաղաքացիարության ցանկացած պաշտոնի համար պահանջվում է բարձրագույն կրթություն։ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն կրթություն չունի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, նստած մտածում եք, ասում եք, իսկ հետաքրքիր է, եթե նրան ուզում ենք անվստահություն, ով կարա լինի մեր երկրում վարչապետ։ Ով ասես կարա լինի։ Պատիվ ունեմ խմբակցությունն ասում էր, եթե Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը առաջադրվի, մենք կպաշտպանենք, դուք ինչպես եք վերաբերվում։ Ես կարծում եմ դա տրամաբանական է, եթե Հայաստան դաշինքը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, այն պարզ հիմնավորման, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստան դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը։ Իսկ ընտրական օրենսգրքով առաջի համարի տեխնացուն նաև համարվում է վարչապետի տեխնացու։ Ես զարմանում եմ, որ Հայաստան խմբակցությունը հիմա, եւ ոչ միայն հիմա, 2 տարի առաջ, անցած տարի, այդ գործընթացը չի սկսել իրենց վարչապետի տեխնացույով։ Հետաքրքիր է, որ պատիվ ունեմ խմբակցությունը, եւ որ առաջադրվել են 21 թվականի ընտրություններին, իրանք են ունեցել առաջի համար։ Դա եղել է Արթուր Վանեցյանը։ Բայց իրանք պատկերացրել են, որ եթե չեն մասնակցում ընտրությունների, որ հաղթեն, չէ՞, որ հաղթեն ով պիտի լի վարչապետ։ Իրանք ցուցակի առաջի համարը։ Դա պարզ տրամաբանական լուծումն է։ Հիմա եթե իրենք չեն ուզում կամ հնարավոր է, չէ՞, ասենք Ռոբերտ Քոչարյանը
Հրաժարվում է որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի։ Ինչպես որ ասենք հրաժարվել է ազգային ժողովի падգամավորի մանդատից։ Ռոբերտ Քոչյանը ընտրվել է падգամավոր, չէ՞։ Բայց հրաժարվել է իր падգամավորական մանդատից։ Իդեպ ասեմ, որ Հայաստան դաշինքից էլ падգամավորական մանդատից հրաժարվել է դաշինքի մաս կազմող վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Պատիվ ունեմից իր մանդատից հրաժարվել է Արթուր Վանեցյանը։ Հիմա եթե իրենց քաղաքական թիմերի առաջնորդները հրաժարվում են քաղաքական պատասխանատվությունից եւ պաշտոնավարումից, ուրեմն նշանակում է, որ իրենց պատասխանատվության տակ է մնում այլ մարդկանց տեխնացության առաջադրումը, որովհետեւ ի վերջո նաեւ պետք է մի բան կարևոր համարել, որ այս գործընթացի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ կարգելն է, այլ վարչապետին անվստահություն հայտնելն է, այսինքն գլխավոր նպատակն ինչ-որ մեկին վարչապետ ընտրելը չի։ Գլխավոր նպատակը գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։ Իսկ դրա շուրջ հատկապես խորհրդարանական քաղաքական ուժերը վաղուց պետք է սկսած լինեին քաղաքական խորհրդակցություններ, վաղուց իրենց համար այս խնդիրները պետք է հստակեցված լինեին, այլ ոչ թե Հայաստանի երկու քաղաքացիների նախաձեռնություններից հետո։ Բայց ոչինչ, որ գոնե երկու քաղաքացու նախաձեռնություն կարողացել է այս իրավիճակը փոխել եւ ես վստահ եմ, որ մենք գնում ենք պրոգրեսիվ ճանապարհով, այսինքն ամեն օր մենք ունենք ավելի լավ դրական իրավիճակ, քան նախորդ օրը, եւ մենք մոտենում ենք խնդրի լուծմանը եւ ես կարծում եմ դժվար չի լինի մեր հասարակության մեջ գտնել վարչապետի տեխնացու, որի արժանինքները ավելի բարձր են, քան Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանից նույնիսկ Վահե Ղազարյանը ավելի շատ արժանինք ունի։ Երկուսն էլ Իջևանի առաջ դպրոցի շրջանավարտներ են նույն տարվա։ Բայց նա էլի գոնե ուրիշ տեղ էլ է ավարտել։ Պարոն Ղազարյան, այնուամենայնիվ ԿՊԱ-կանների ստորագրությունները գոնե այս փուլում է, երկու ԿՊԱ-կանի ստորագրություն պետք է եւ բոլոր ԿՊԱ-կանները ում այդ հարցը տալիս ենք մենք, օրինակ ես էլ երեք խորհրդարանում մի քանի հոգու հարցրեցի, մեկը նույնիսկ Ցիրունյանը այսպես կատաղած վիճակով այդ հարցը լսեց, զայրացավ, որ նման հարց են տալիս, impeachment բառն օգտագործում։ Մյուս ԿՊԱ-կաններն էլ վստահեցնում են, որ իրենք չեն միանա, ավելին իրենց խմբակցությունում չեն լինի մարդիկ, ովքեր կստորագրեն։ Դու ձեզ որտեղից այդ վստահությունը, որ կգտնվեն ԿՊԱ-կաններ, ովքեր կստորագրեն այդ նախաձեռնությունը։ Հարցնացուն կարա գոռա, կարա կծի, կարա քացիտա, կարա կանչի միլիցիա, դրանք բոլորը հին կովկասյան բարի ավանդույթներ են։ Նենց որ այդ ԿՊԱ-կանների կարծիքը, նրանց էմոցիաները, նրանց զեղումները այս փուլում, կարծում եմ, որ մեզ շատ քիչ պիտի հետաքրքրեն։ ԿՊԱ-կան։ Մենք գործ ունենք ազգային ժողովի падգամավորի հետ, հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի հետ, որը ունի պաշտոնական պարտականություն։ Ուզում է Սիրունյանը լինի, ուզում է Գեշոյան լինի։ Դրա հետ պետք է կարդալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ասել, որ պարոն Գեշոյան, մեր սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնողը ազգային ժողովն է։ Ազգային ժողովը կազմված է падգամավորներից, այդ падգամավորներից մեկը դու ես։ Դու պետք է վերահսկես կառավարությանը, որ նա կատարի այն ծրագիրը, որը որ դուք հաստատել եք։ Հիմա մենք իրար հետ կարդում ենք կառավարության գործունեության ծրագիրը։ Եվ եթե կարդում ենք, տեսնում ենք, որ այդ ծրագիրը չի կատարվում, ու դու անգործություն ես ցուցաբերում քո պարտականությունների կատարման հարցում, մենք չենք կարող հանդուրժող գտնվել քո այդ կեցվածքի եւ նուրբ զգացմունքների վերաբերյալ։ Դրանց պարտականությունն է, մենք իրանցից ոչ մի բան, ոչ պահանջում ենք, ոչ խնդրում ենք։ Մենք բարձրաձայնում ենք այն պարտականությունների մասին, որ ազգային ժողովի падգամավորները պարտավոր են կատարել։ Հիմա Սիրունյանը չի ուզում կատարի իր պարտքը, չի ուզում էլի падգամավոր։ Թոռա դքաշի գնա ուրիշ բանով զբաղվի։ Ցուցակից կգա հաջորդ համարը, որի հետ մենք կաշխատենք որպես падգամավորի։ Իրանք մենք քաղաքացիներն ենք, ժողովուրդն ենք, այս պետության իշխանության տերը, իրանք ծառայողներն են։ Եվ չի կարա ծառան կանգնի տիրոջ առաջ
Եվ ասի ես հրաժարվում եմ քեզ ծառայելուց, երբ որ տիրոջից վարձատրություն աստացե, պայմաններ աստացե, տուն աստացե, ավտոյ աստացե։ Տերը չի բռնի դրան շպրտի դուս։ Դες մասնավոր ընկերություն կա, որտեղ աշխատակիցներից մեկը կարա կանգնի ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենի առաջ, ասի ես չեմ կատարում իմ պարտականությունը, փողը ստու պրեմիաս էլ հետ է։ Եկող ամիսը կուղարկես գործում, դες բան անում։ Իսկ մենք չի պիտի հանդուրժենք падգամավորների հետ, կեցվածքը հետ։ Դրանց տպավորությունը, որ այդ քպեականները նրանք մարդիկ են, որ ինչ ուզեն պիտի անեն։ Դրանց Աստծո պարգևն են, հրեշտակներն են բերե Սիրունյանին պարգևը մեր ժողովրդին։ Ու Սիրունյանը ինչ ուզի պիտի անի, Ալեն Սիմոնյանը ինչ ուզի պիտի անի, Լուլուն ինչ ուզի պիտի անի, Ալփին ինչ ուզի, տես չի։ Պարտականություն ունեն, հանրային ծառայողներ են, պաշտոնյաներ են։ Ես մարզպետ էի։ Ասեք ինչ ուզեմ պիտի անեմ։ Դե լույսը բացվեց, պիտի գնամ իմ պարտականությունները կատարեմ։ Չես բացում էի մարզերում պետական կառավարման մասին նախագահի հրամանագիր, հիմա օրենք է դարել, որ տարածքային կառավարություն։ Դե դες բացես, ինչ լիազորություն ունես, որպես պարտականություն կատարես, չէ՞։ Նույնը պիտի անի ազգային ժողովի падգամավորը։ Հիմա ազգային ժողովի падգամավորի պաշտոնը քաղաքական է, վերադասություն չունի։ Բայց վերահսկողությունը մնում է հասարակությանը, չէ՞։ Եվ մենք հիմա որպես հասարակություն Էտալ ենք վերահսկենք։ Ու եթե հիմա իրանց թվում է թե իրանց առաջ կանգնած է մենակ Էդգար Ղազարյան, ունենց հեշտ է Էդգար Ղազարյանի մի հատ անմիտ բովանդակությամբ նամակ գրել Վահագ Ալեքսանյանի կամ Թաքուհի Ղազարյանի կողմից։ Ես այդպես նամակներ եմ ստացել։ Որոնց բովանդակությունը ինձ համար խիստ վիճելի է։ Ինչ են գրել, կասեք։ Թաքուհի Ղազարյանը գրել է, որ ինքը կարդացել է կառավարության ծրագիրը, որևէ խնդիր առանձնապես չի տեսնում եւ ինքը անվստահության գործընթաց չի նախաձեռնելու։ Ես խնդրեմ իրան մի հատ հանդիպում, մի հատ իրար հետ կարդանք այդ կառավարության ծրագիրը, տեսնենք որտեղ է իր այդ ընդհանրությունները տեսնում կառավարության հիմիկվա գործունեության ու ծրագրի միջեւ։ Վահագ Ալեքսանյանը ընդհանրապես ասում է գնացեք ստիպեք Հայաստան խմբակցությանը, որպեսզի իրանք առաջադրեն Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն ստիպենք։ Մենք է ստիպում ենք, որ Հայաստան խմբակցությանը ստիպ, падգամավորին չի կարելի ստիպել։ Իսկ տարական գիտելիքները պարզում է ինձ գրավոր թուղթ տվողը պիտի մի քիչ երկար մտածի էլի, որ գրավոր տեքստը դնի իմ առաջ։ Գրել ասում է գնա ստիպի, այսինքն ստացվում է, որ ինքը հիմա ինչ որ մեկ իրան ստիպում է, տենց է ստացվում։ Բա որտեվ իր մտքով չի անցնում, որ ես պիտի ինչ որ մեկի ստիպեմ, չէ՞։ Ոնց կարա падգամավորը քաղաքացուն ասի, գնա ստիպի մյուս падգամավորին։ Այդ մենակ այն падգամավորը կարող ասի, որին որ ստիպում են։ Ով գիտի հիմա դրան ստիպել են, գնացել է ռուսիկել է հակե, գիտես։ Ես տենց անհանգստություն ունեմ։ Ոչ թե կամավոր, այլ ստիպել են, գնացել է հակել է։ Որտեվ ես վերջերս ասած հակել եմ։ Մի ժամանակ ասում էր չէի հակնում, հիմա ասում եմ հակնում եմ։ Հաստատ մեկը ստիպել է։ Բայց չի կարելի ստիպել։ Սահմանադրությամբ ասում է, որ պետք է падգամավորը որոշումները կայացնի սեփական խղճից եւ համոզմունքներից ելնելով։ Եվ հիմա պիտի գնացեք ասեք તો Ռոբերտ Քոչարյանին առաջադրեն, բայց ես պիտի դրա հետ խոսեմ, ասեմ, մատ իմ նամակը կլինի միասին կարդանք։ Ռոբերտ Քոչարյանի մասին ես որտեղ եմ գրել, որ դու ինձ պատասխան նամակում ասում ես թող Հայաստան դաշինքն առաջադրի, դու քույժ գործնա, որ падգամավորը ում կառաջադրի։ Դու քեզնից խոսա։ Դու падգամավոր ես, հաստատել ես կառավարության գործունեության ծրագիր, ճիշտ է։ Ընդ որում ծրագիրը մյուս խմբակցությունները չեն հաստատել, քվեարկության չեն մասնակցել։ Մենակ ԿՊ-ի խմբակցությունն է հաստատել ծրագիրը։ Հիմա ես իրան պիտի ասեմ դու կողմ ես քվեարկել, ծրագիրը հաստատվել է, չէ՞, ինչի է հաստատվել։ Որ կատարվի, չէ՞։ Հիմա այդ ծրագրում գրած է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է։ Հիմա ես իմանամ կառավարությունը իր գլխավոր խնդիրը գերակայությունը կատարել է, բայց եթե չի կատարել, դու որպես իրան վերահսկող մարմին ինչ պիտի անես։ Պիտի թողնես, որ չկատարի։ Մատելը խնդրում եմ կառավարության գործունեության ծրագրի մեջ ինձ ցույց տուեն կետը, որտեղ դուք կառուցում եք նոր Հայաստան։ Կառավարության գործունեության ծրագրից ցույց տուեն կետը, որտեղ պիտի Տավուշի մարզից 4 գյուղ հանձնվի Ադրբեջանին։ Այսինքն այն ինչ որ գրածա չի արվում, արվում է այն ինչ որ գրած չի, եւ արվում է այն ինչ հնչում է Ադրբեջանից։ Հիմա զույգ մանամ էտի Հայաստանի կառավարությունն է թե Ադրբեջանի։
Ադրբեջանը հիմա ունի երկու կառավարություն։ Մեկը նստում է Բաքվում, մեկը Երևանում։ Հայ ժողովուրդը կառավարություն չունի, որովհետև հայ ժողովրդին ուրիշ խոստումներ են տվել, ուրիշ բան են անում։ Հիմա դրա վերահսկողը խմբակցությունները չեն, падգամավորներն են։ Դրա համար մենք падգամավորների որ նամակներ են գրել, 107-ի նույն տեքստն են գրել։ Հիմա դուք ինձ ասում եք, ի՞նչ վստահություն ունեք դուք։ Էս ի՞նչ միամիտ մարդ եք դուք, պարոն Ղազարյան, որ չեք տենա, որ մեր падգամավորներն իրաց պարտականությունները չեն կատարում։ Բերեք հանգիստ նստենք նայենք, թե մեր падգամավորները ոնց իրաց պարտականությունները չեն կատարում։ Ոչ, հանգիստ նստող չկա։ Պարտավոր են կատարեն իրաց, ես իրաց ոչ մի նոր պահանջ չունեմ։ Ես չեմ ասում գնացեք ձեր ծրագրում էս գրեք, էս փոխեք, էս արեք, ես հենց եմ ուզում։ Ոչ, ես դուք ինչ եք խոստա, ինչ եք գրել դուք։ Բայց ձեր ծրագիրը որ պիտի չկատարվի, ծրագրի իմաստը էլ ո՞րն է։ Կառավարության ծրագիրը գիտեք ինչ կարևորության փաստաթուղթ է։ Եթե ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն չի տալի, ազգային ժողովը լուծարվում է։ Ազգային ժողովը կարա օրենք չընդունի ու չլուծարվի։ Բայց եթե կառավարության ծրագրին հավանություն չի տալի, լուծարվում, այսինքն այդքան կարևոր է, չէ՞։ Ինչի համար է կարևոր, որ կատարվի, չէ՞։ Բայց ինչ տարբերություն չի ընդունվել, թե ընդունվել է չի կատարվում։ Այսինքն պարզ բաներ է։ Հիմա падգամավորների խնդիրն է, դա վերահսկել, չէ մենք քաղաքական թիմ ենք, սեր շուն կարակուշ եք։ Գնացեք ձեր տունը դառեք քաղաքական թիմ, եթե դուք պաշտոն եք զբաղեցնում այս երկրում, պարտականություն ունեք պիտի կատարեք, ինչի մասին է խոսքը։ Հիմա իմ վստահությունը ինչից է, իմ վստահությունը մեր երկրի սահմանադրությունից է, ես ուզում եմ որ մեր երկրում սահմանադրական կարգ վերականգնվի։ Եվ ես կարծում եմ որ այդ հարցում ես մենակ չեմ։ Այս երկրում պետք է լինի առնվազն 2.980.000 Հայաստանի քաղաքացի, որ ուզում ապրի օրինավոր երկրում իր սահմանադրական կարգավորումներին համաձայն, այլ ոչ թե ոչ ֆորմալ պայմանավորվածություններին։ Եվ դա բոլորին է վերաբերում։ Բոլոր խմբակցությունների, բոլոր падգամավորներին։ Պարոն Ղազարյան, մի փոքր էլ խոսենք Գյումրիից, այնտեղ մի հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, ուրեմն Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկը, ավագանու անդամ, նախ որոշել է մանդատը վայր դնել, հետո հանկարծակի որոշել է, որ մանդատը վայր չի դնում, բայց դուրս է գալիս խմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը եւ իր թիմակիցները կարծում են, որ այստեղ քաղաքացիական պայմանագրի մատն է խառը, որ այսպես ասած մարդագողություն է տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանն էլ այսօր խորհրդարանում ասում էր, ոնց է, որ դուք նույն impeachment-ը ուզում եք անեք, ԿՊ-ից եք ուզում մարդ գողանաք, այդ երբ որ իշխանությունն է անում, այսպես տարակուսած էր, էլի, անի ձեզ կարելի է, մեզ չի կարելի։ Դե Ալեն Սիմոնյան հենց է էլ այդ մարդիկ, Ալեն Սիմոնյանը կլինի, Վահագալը, դրանք ոչ մի երևույթի էություն չեն պատկերացնում։ Այսինքն մենք ոչ թե ուզում ենք, որ ԿՊ-ից ինչ որ մեկը գա միանա այս մեկին, այլ ուզում ենք, որ ԿՊ-ի падգամավորը լինելով ԿՊ-ի իր պարտականությունը կատարի, հասկանում եք։ Ասենք ով կուզի որ Ալփի Դավոյանը միանա իրան, օրինակ մարդ ենք էլի, ասենք տղամարդ ենք, հան, դες բան ով կուզի։ Ոչ մեկ չի ուզի, չէ։ Մենք ուզում ենք որ Ալփի Դավոյանը ինքը իր պարտականությունը իր տեղում կատարի։ Որովհետև օրինավոր երկրում այդ նախաձեռնության հեղինակը պիտի լիներ ԿՊ-ն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, որովհետև իրանց նախընտրական ծրագիրը չի կատարում Նիկոլ Փաշինյանը։ Դա լրիվ տարբեր երևույթներ է։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցածին, դա առաջին անգամ չի։ Ալավերդի ԿՊ-ական падգամավոր Արեն Մկրտչյան գլխավորում էր ԿՊ-ի համամասնական ցուցակը Ալավերդի խոշորացած համայնքի ավականու ընտրություններում։ Պարտվեցին։ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչը դարձավ համայնքի ղեկավար։ Մի տարի անցավ, ապրելու երկիր խմբակցությունից մի падգամավորի նույն ձևով իրավապահների ներգործությամբ եսի միջով հանեցին այդ խմբակցությունից, բերեցին այդ կողմ համայնքի ղեկավարին։ Երևանից ինչքան կարմիր բերետավոր կար, տարան լցրեցին Ալավերդի, թույլ չտվեցին ընտրված համայնքի ղեկավարը մտնի քաղաքապետարան նիստ վարի, համայնքի ղեկավարին պաշտոնան կարեն իրանց ուզած մարդուն սարքին համայնքի ղեկավար։
Սրանք ինչա կարող է ժողովրդի իշխանության հետ հաշտվել։ Հիմա նույնը անում են Գյումրիում։ Մենք բանը տես գնացել են գաղափարապես համոզել են ընդամենը 10 օր առաջ ընտրված մարդուն, որպեսզի լքի իր քաղաքական թիմը, ինչ արել է իր քաղաքական թիմը, ինչ արել որ ինքը լքել է այդ քաղաքական թիմը 10 օրվա մեջ։ Պարզ չի ինչի համար արել։ Սպառնացել են, այսինքն։ Դες չգիտեմ ինչ են արել, հեսա կպարզվի ինչ են արել, վերջը մարդա, չէ, վերջը միտեղից պիտի հայտնվի այդ մարդը։ Այդ հարցը որ ինձ տալիս եք, այդ մարդուն էլ է, չէ, հնարավոր տալիս։ Փոքր երկրում, փոքր քաղաքում հնարավոր չի պարզել ինչ արել է։ Պարզ է ինչ արել է։ Իշխանություն պիտի զավթենես մարդիկ։ Հեսա, երբ որ անհրաժեշտ քվեների քանակը կունենան, այդ ժամանակ Վարդան Ղուկասյանին կձերբակալեն, քննիչի որոշումով լիազորությունները կասեցնեն, պաշտոնան կանեն, կտրեն արդեն ավականու կազմից նոր համայնքի ղեկավար։ Իշխանազավթում, ոնց որ արել է մնացած բոլոր տեղերը։ Այսը դրանց համար այս վարժությունը, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իշխանությունից հեռացնել ընտրությունների միջոցով, բերելով նաև Գյումրիի օրինակը, որտեղ կոմունիստական կուսակցության հավատացյալ տեխնատուն ստացել ամենամեծ թվով ձայներ։ Պարոն Ղազարյան, եւ նաեւ վերջին անդրադարձը կատարենք impeachment-ին, կա այդ պահանջը, որ պետք է հոց բազմություն լինի փողոցում։ Հայաստան խմբակցության կողմից ամեն դեպս կա այդ պահանջը։ Դուք պատրաստվում եք քաղաքացիներին հրավիրել փողոց։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Որ պարագայում դա կլինի։ Հիմա ասենք օրինակ, եթե ես տանում եմ 107 հատ նամակ եմ հանձնում ազգային ժողովի ընդհանուր բաժին։ Ասենք իմ ինչին է պետք, որ ես մարդկանց անհանգստություն պատճառեմ։ Ասեմ, սիրելի քաղաքացիներ, տնից, գործից, տեղից կտրվեք, եկեք որ ես տանեմ նամակ հանձնեմ։ Հələ մի 40 հոգով էլ Բաղրամյան պողոտան փակեք, թող ձեզ բռնեն, տանեն ոստիկանություն, ջարդեն, մենք գանք ձեր հետևից, հետո դուք ընդ ոստիկանությունից ազատ արձակվեք, բայց այդպես բաներ մենք չենք անելու։ Դրա կարիքը չկա։ Քաղաքացիների մասնակցություն փողոցային պայքարին ես պատկերացնում եմ այն դեպքում, որ պահին, որ դեպքում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հիմա եթե մենք չունենք վարչապետի տեխնատու, չունենք անվստահության գործընթաց, չկա որոշում կայացնելու պահը, մենք քաղաքացիներին ինչի պիտի անհանգստություն պատճառենք։ Իմ ելույթները լսելու համար, իմ ելույթը այսօրվա լսելու համար ցանկացած քաղաքացի իր համար ցանկացած պահի, մեկը տանը, մեկը ավտոբուսում, մեկը ճանապարհին, մեկը իր աշխատավայրում, կարա YouTube-ը միացնի, մեկը այս պահի, մեկը հաջորդ օրը, երբ ուզում է լսի, դրա համար պետք չի քաղաքացուն անհանգստություն պատճառել։ Պետք չի գնալ մի ուրիշի իր երեխուն մանկապարտեզ տանելուց կամ դպրոց տանելուց դրա ճանապարհը փակել անհանգստություն պատճառ։ Դրա ոչ մի բանի կարիքը չկա։ Որ պահին եկա որոշում կայացնելու պահը, որտեղ քաղաքացուն ներկայություն ինք իր ներկայությամբ ընդամենը որպես կենթանի քվե պետքա ցույց տա Սիրունյանին, Սիմոնյանին, Լուլույանին, Շուլուլյանին, որ իրենք պարտավոր են կատարել քաղաքացիների կամքը եւ որոշումը։ Այդ պահին կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ։ Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակ Երևանի փողոցներում կլինեն անհաշվելի թվով մարդիկ, քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց իշխանությանը, ովքեր թույլ չեն տալի, որ իրենց հետ վարվեն ոնց ուզեն, ովքեր անհանդուրժող են, որ Ադրբեջանը Հայաստանում ունենա իր կառավարությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք քաղաքական պրոցեսներին, կարծում եմ մոտ ապագայում էլի հնարավորություն կունենանք ամփոփել գործընթացը, շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ, կհանդիպենք։